վերաբերվում է սպիտակում, որի փորձաքննասենյակը գտնվել է նկուղային հարկում և մատչելի չի եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց, իսկ Փալինում այն գտնվել է քաղաքապետարանի երկրորդ հարկում դարձյալ սակավաշարժ մարդկանց համար ոչ մատչելի տարածքում։ Նույնը կարելի ասել նաև Մարտունիի մասին, որի բժշկափորձասենյակը գտնվել է երրորդ հարկում։ Մշտադիտարկված 3 սենյակներից 3-ի սպասասրահում չեն եղել աթոռ նստարաններ, 14 տարածքներում եղել են սեղաններ, որտեղ կարելի է որոշակի գործողություններ կատարել, ասենք այդ լրացնել։ Մշտադիտարկված սպասասրահներից եւ ոչ մեկում չի եղել ջրի սարք։ Զուգարանի եւ ընդհանրապես անհանգույցի առկայություն, սանհիգիենիկ վիճակ, մատչելիություն, ինչպես արդեն նշվեց, կան լավ վերանորոգված տարածքներ, որոնց սանհանգույցը ցավոք սրտի չի համապատասխանում չափանիշներին այն առումով, որ չափազանց փոքր է տարածքը սայլակով տեղաշարժվելու համար, այսինքն եթե նույնիսկ բարվոք պայմաններ են վերանորոգված վիճակի, սայլակով տեղաշարժվող մարդն այնտեղ պարզապես չի կարող մուտք գործել, որովհետև չափազանց նեղ է։ Միայն 6 դեպքերում է զուգարանի ներսում արկա եղել բավարար տարածք սայլակի համար, 19 տարածքներից 12-ում զուգարաններ եղել են, որոնցից 6-ը փակ է եղել։ Մշտադիտարկված զուգարաններից ոչ մեկը հարմարեցված չի եղել բռնակներով։ Ծաղկահովիկ համայնքում զուգարան չի եղել ոչ շենքի ներսում, ոչ մոտակա տարածքում, որը գտնվում է Բուշկետից 25 մետր հեռավորության վրա։ Վանաձորի հանձնաժողովի տարածքի զուգարանը ցավոք սրտի գործում է միայն հանձնաժողովի անդամների համար, այսինքն այցելուների համար այն փակ է։ Այն կարող է բացվել միայն խիստ կարիքի անհրաժեշտության դեպքում, ինչը նույնպես աբսուրդ է։ Ինչ վերաբերվում է վերականգնողական անհատական ծրագրին, որը ոչ փորձաքննության ընթացքի կարևորագույն բաղկացուցիչներից է, որպես կանոն այցելուների հետ այս ծրագիրը ընդհանրապես չի քննարկվում, այսինքն միայն քննարկվում է այն դեպքերում, երբ տվյալ փորձաքննություն անցնողին պետք է որևէ պարագա, քայլակ, սայլակ կամ այլ սարք, այսինքն այդ կարևոր փաստաթուղթը փորձաքննություն անցնողների հետ ոչ մի կերպ չի քննարկվում, այսինքն ձևական բնույթ է կրում, եթե կարելի այսպես ասել։ Մենք խոսեցինք նաև որակական գնահատման մասին, որն արվել է երկայն հարցումների միջոցով, exit poll տարբերակով, սա երկայն հարցումներն են, այսինքն յուրաքանչյուր փորձաքննվող, ով անցել է փորձաքննություն, նա բնականաբար կարող է ավելի հավաստի, ավելի իրական տեղեկություններ հաղորդել եւ հենց դրա համար է օգտագործվել հարցումների այս տեսակը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավելի հավաստի, ավելի ամբողջական պատկեր ստացվի հենց փորձաքննության գործընթացի վերաբերյալ։ Ասենք որ փորձաքննություն անցած անձինք այդ հարցմանը կամավոր դիմունքներով են մասնակցել, հարցվողների 20%-ը առաջին անգամ է բժշկասոցիալական փորձաքննության գնացել եւ ընդհանուր առմամբ 55 քաղաքացի է մասնակցել 4 մարզերից այս հարցմանը։ Մենք առանձնացրել ենք հարցումների ամենացավոտ եւ նաեւ ինչու՞ չէ դրական կողմերը։ 47% հարցում անցածների նշել են, որ որոշակի դժվարություններ ունեցել են իր փաստաթղթերը վիճակագրին հանձնելու ժամանակ։ Հարցվողների գերակշիռ մասը 64% պատասխանել է, որ հանձնաժողովի անդամները բավական լավ վերաբերմունք են ունեցել իրենց հանդեպ եւ միայն 4%-ն է մտածում, որ անհարգալից է վերաբերմունքը։